Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 10-ի երեկոյան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում վաղը Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտոնակիցների հետ կմասնակցի Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ եւ հնարավորություններ պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում է արտգործնախարարության խոսնակը։ Դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով Անտալիա է գործուղվել նաեւ խորհրդարանի փոխխոսնակ հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է թուրք պաշտոնակցի հետ։ Կոստանյանը գրել է, որ կարևոր քննարկում է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Այշե Էքինջիի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը բանտարկյալների փոխանակում են իրականացրել։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների երկքաղաքացի Քսենիա Կարելինան, որը Ռուսաստանում կալանավորվել էր Միացյալ Նահանգներում գործող Ուկրաինային օգնություն բարեգործական կազմակերպությանը $51 նվիրաբերելու համար վերադարձել է Միացյալ Նահանգներ։ Կարելինայի դիմաց նահանգները Մոսկվային է հանձնել 2023-ին Կիպրոսում ձերբակալված ռուսաստանցի Արթուր Պետրովին, նրան մեղադրում էին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցմանը նպաստելու համար։ Սա Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև երկրորդ նմանատիպ փոխանակումն էր Թրամփի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ այս գործընթացը հետևել է Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազանգերին։ Միացյալ Նահանգներում ուղղաթիռն ընկել է Նյու Յորքի մոտ Մանհեթենի արևմտյան հատվածում գտնվող Հուդզոն գետը։ Ուղղաթիռի կործանման հետևանքով 6 զոհ կա, 3 մեծահասակ եւ 3 երեխա։ Զոհվածների, այդ թվում Իսպանիայից ժամանած ընտանիքի ինքնությունը դեռ պարզված չէ, գրում են տեղի լրատվամիջոցները։ Ուղղաթիռը կորցրել է կառավարումը Ջորջ Վաշինգտոնի կամրջի ուղղությամբ շրջվելուց անմիջապես հետո, պատճառը պարզվում է։